Որն է հոգեպես ավելի ազնիվ։ Ապրել տարիներով վարձով առանց մեծ պարտքի ու պատասխանատվության, թե այնուամենայնիվ մտնել շատ մեծ պարտքի տակ, այնպիսի պարտքի տակ, որը չգիտես ընդհանրապես վաղը ինչա լինելու ու դու կարողանալու ես այդ պարտքը փակել թե ոչ, բայց այնուամենայնիվ վերցնել այդ պատասխանատվությունը, վճարել շատ ավելին, քան վարձն ես վճարում կամ մոտավորապես այդ չափի, եւ 20 տարի անց լավագույն դեպքում ունենալ սեփական բնակարան։ Ինչ կլինի 20 տարի անց պատկերացում չունենք անկեղծ։ Ու դա երևի ամենամեծ վախերից մեկն էր մեր բնակարան չգնելու այս տարիների ընթացքում, որովհետև մենք չգիտեինք թե ինչ ա լինելու, մենք արդյոք վստահ ենք, որ մենք ուզում ենք մտնել տենց մեծ պարտքի տակ։ Սա իսկապես բարդ որոշում էր։ Նույնքան բարդ, ինչքան տարիներ շարունակ վարձով ապրելն ա եղել։ Մենք կայացրինք այդ պատասխանատու որոշումը եւ գնեցինք բնակարան։ Բայց այդ բնակարանը այս պահին ավելի շատ բանկինն է, քան մերը։ Ինչ որ պահից հուսով ենք, որ այն կդառնա մերը։ Եվ այդ ինչ որ պահը գալու է տասնամյակներ անց։ Այդ գիտակցումը շատ դաժան է։ Այն որ կյանքդ այլևս այլ ռելսերի վրա է ու դու պիտի ուղակի ապրես, շնչես, առավոտյան արթնանաս, գնես միայն այդ հիպոթեկի համար, դա իսկապես շատ մաշող միտք է, շատ մաշող։ Մենք դեռևս չենք սովորել այդ ամեն ինչի հետ ապրել, ես իմ գիտակցությամբ ու մտքով դեռ պայքարում եմ այդ ամենի դեմ, դեռ մարմինս չի համակերպվել այդ մտքի հետ, բայց կարծում եմ առաջին 2 տարուց հետո դա դառնում է սովորական։ Ինձ ասել են, որ դա դառնում է ինչ-որ պահի սովորական։ Այսինքն դու ունես քո առօրյա գործերը, քո կյանքը, երեխա, ամեն ինչ ու հիպոթեք։ Այսինքն ինքը դառնում է քո կյանքի մի հատ մասը, շատ կարևոր ու մեծ մասը։ Արդյոք ես համոզված եմ, որ սա ամենաճիշտ որոշումն է, որը կայացնում են երիտասարդ ընտանիքները, ես չեմ կարող դա վստահ ասել, որտեղ ես ինքս էլ դեռ վստահ չեմ։ Այս փոփոխական աշխարհում այդպիսի մեծ պարտքի տակ մտնել, գուցե ինձ լսող շատ խելացի մարդիկ ասեն, որ պետք չի, դա սխալ է, դա մի հատ մարքեթինգ է, որին տրվում են լիքը ընտանիքներ ու իրենց ապագա տասնամյակները դնում են շատ մեծ ֆինանսական ու տենց հոգեբանական մտավոր բեռի տակ, ու ես դա եւս կհասկանամ, ես եւս կասկածներ ունեմ, որ հենց դա է ճիշտը, բայց մյուս կողմից երբ որ մտածում եմ, թե այս 10 տարվա ընթացքում, եթե ես փակեի հիպոթեք, ես առնվազն կես գումարը արդեն տված կլինեի։ Ու այսօր 0-ից չէի սկսի։ Այսինքն իրականում չգիտեմ ես այս պահին, թե որն է ճիշտը։